Benim için her Սուրբ Ծննդյան նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 3 ժամանոց հարցազրույց էր տվել տեղական լրատվամիջոցներին։ Ավանդական դարձած հարցազրույցում հստակ ուրվագծվում են Ադրբեջանի նպատակները, դիվանագիտական խաղերը, նաև թույլ կողմերը։ Ադրբեջանը գետ Տաթև Հայրապետյանի գնահատմամբ առաջիկայում Ադրբեջանը փորձելու է խաղարկել խաղաղության քարտը, ինչին նպաստում են ադրբեջանական բենզինի թեման եւ Հայաստանի ներկայիս ղեկավարության քայլերը։ Դրան զուգահեռ այդ երկրի ղեկավարի ուղիղ հրահանգով շարունակվում է Հայաստանը որպես արևմտյան Ադրբեջան ներկայացնելու հստակ զարթողական ծրագիրը։ Թեև Ալիևը հաստատում է, որ պատերազմ չի ուզում, բայց շարունակում է գովաբանել պատերազմը եւ ներկայացնել Հայաստանը որպես ցեղասպան պետություն։ Ալիևը փորձում է Զանգեզուրի միջանցքը ներկայացնել որպես կատարված փաստ, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Կարծում եմ նա պարզապես ուզում է ցույց տալ, որ հասել է իր նպատակներին։ Նա նաև ազդանշան է տալիս, որ եթե այս միջանցքը չբացվի, ինքը սահմանները փակ կպահի։ Իր ծրագրի համաձայն իրական ապաշրջափակում երբեք տեղի չի ունենա։ Ալիևը փորձում է Հայաստան ներկայացնել որպես Ռուսաստանի դաշնակից, որը ենթադրաբար օգնում է խուսափել պատժամիջոցներից։ Զավեշտն այն է, որ հենց Ադրբեջանն է այդպես անում ու բոլորին, հատկապես ԵՄ անդամ երկրներին դա շատ լավ հայտնի է։ Ծավալուն հարցազրույցում այս անգամ եւս չի անտեսվել 2020 թվականին Արցախում տեղի ունեցած պատերազմը, ինչը միանգամայն պարզ է։ Չլիներ 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակը, Բաքուն չէր ունենա տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումներում այն դերակատարումը, որն այսօր ունի։ Ալիևը բառացիորեն խոստովանել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմը հենց Ադրբեջանն է սկսել, որին նախորդել է նախապատրաստական որոշակի ժամանակահատված։ Bakı'nın tarihi Տարիների ընթացքում ինձ մոտ այլևս որևէ կասկած չէր մնացել հակամարտության ռազմական տարբերակով կարգավորման անխուսափելիության վերաբերյալ։ Անհրաժեշտ էր միայն պատշաճ մակարդակով նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Ռազմական օպերացիաներն իրականացրել են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, մասնավորապես ինքնապաշտպանության իրավունքի։ 44-օրյա պատերազմից հետո Ալիևը նաև հայտնել է, որ 44-օրյայի ընթացքում ռազմական օպերացիաներում փոփոխություններ եւ շտկումներ են մտցվել։ Այդ թվում հաշվի առնելով, որ հակառակորդը կարող է տեղեկություն ունենալ իրենց մտադրությունների մասին, նշել է պատերազմի ընթացքում օպերացիաների փոփոխման գլխավոր պատճառը։ uzun yıllar biz çalışırdık ki bu 44-օրյա պատերազմի ընթացքում օպերացիաների ուղղությունների ոչ մեկ անգամ փոփոխությունը պայմանավորված էր մեծաթիվ կորուստներ ունենալու հավանականությամբ։ Նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցումը եւս պայմանավորված էր հենց սրանով։ Եթե պատերազմը չկանգնեցվեր, կորուստները շատ անգամ ավելի մեծ կլինեին։